գտնվում ենք աշտարակի ամենահին տներից մեկում, Թաթոյի քոթուկում։ Թաթոն ձեր պապին է եղել։ Տունը, որպեսզի պատկերացնենք ինչքան հին է, 1837 թվականին է կառուցվել եւ ինչի է տունը կոչվում Թաթոյի քոթուկ, հենց որովհետեւ կառուցողը Թաթոն է եղել։ Իսկ քոթուկը որոշել են տիկին Ռիփսիմեենք իրենց ընտանիքի հետ, ինչի քոթուկ, որովհետև քոթուկը հայերենում մի քանի իմաստներ ունի, նախ ծառի քոթուկն է մենք գիտենք, բայց նաև քոթուկ կոչվում է Գերդաստանի հիմքում ընկած նահապետը, այսինքն այն մարդը, ումից այդ Գերդաստանը ձևավորվել է եւ շատ հաճախ նաեւ այդ Գերդաստանների տոհմածառերի քոթուկը, որ նկարում են, այնտեղ գրվում է հենց հիմնադիր մարդու անունը։ Այնպես որ այս տան անունը ոնց որ այդ Գերդաստանի տան ծառի քոթուկի անունով է։ Հիմա մենք պատրաստելու ենք այսօր, չէ՞ տիկին Ռիփսիմեենք, ոսպով, շլորաչրով, ընկույզով ապուր։ Հայտնի է սա որպես ոսպախաշու։ Ուրիշ տեղից չեմ լսել, որ ասենք այդպիսի ապուրներին ասեն խաշու։ Հատուկ աշտարակին։ Քանի որ աշտարակում ընկույզը ավելի շատ է եղել միշտ։ Հայտնի աշտարակի պոպոկ։ Այո, ուրեմն դե ոսպախաշուն մեզ հատուկ ընկույզով են։ Խաշու, չէ՞։ Խաշու, ոսպախաշուլ։ Այո, խաշու։ Այո։ Ես սովորել եմ իհարկե իմ մայրիկից, մայրիկս համով ձեռք ուներ, ինչպես ասում են։ Ես մի քիչ իմպրովիզ եմ արել, որը դեռ մամայիս կենդանության օրոք իրան դուր եկավ։ Ես ընթացքում կասեմ այդ իմպրովիզը որ հատվածում է, մսային չի, սա նաև պասային է եւ հատուկ ա եղել, որ պասի ժամանակ օգտագործել են շատ ոսպախաշուի ձևով հենց։ Դե սկսում ենք ոսպի մաքրելուց, լվանալուց եւ հենց սկզբից որ դնում ենք խաշվելու ոսպը, անպայման հենց սկզբից մեջը գցում ենք շլորաչիր։ Ես շեշտում եմ շլորաչիր, որովհետև սա թթվաշ պտուղն է, կլոր, ոչ թե սալորը, որ մի քիչ երկարավուն է, եւ մենք շատ խիստ տարբերում ենք սալորաչիր եւ շլորաչիրը։ Հատկապես շլորաչիր ենք գցում հետը, որպեսզի իր համը միախառնվի ոսպի հետ եւ պոպոկն ենք հետը գցում։ Ընդունված է ինչքան պոպոկը շատ լինի, այնքան ավելի համով կլինի եւ առաջներում նույնիսկ այնքան պոպոկ են գցել, որ ձեթին փոխարինել է, այլ ձեթ չեն արել։ Իր բնական յուղային։ Այո, ինքը հենց պոպոկի յուղը տվել է։ Բայց հիմա ընդունված է արդեն նոր սերունդը ձեթի օգնությանն է դիմում։ Ուրեմն օգտագործելու ենք ձեթը, սոխը, սոխարած անելու համար, կարմիր աղացած պղպեղ։ Մենք նախընտրում ենք քաղցրը, որովհետև մեր ընտանիքում կծուն չեն սիրում։ Եվ ալյուր է սա, սամիթը վերջում ենք գցում եւ համեմի սերմ, որը յուրահատուկ համ է տալիս ոսպախաշուին։ Այդքան պարզ բան է, ահագին, ասեմ ձեզ այդ շլորաչիր կոչվածը ինքս եմ պատրաստում, չորացնում ժամանակին, հիմա հենց դրա սեզոնն է։ Սամիթը մանր կտրատեք, թող ունենանք ձեռքի տակ պատրաստ, իսկ ես այդ ընթացքում ոսպը կնայեմ, մենք ասում են ընտրենք, ճիշտն ասած աշտարակցին ասում է հնդրենք։ Հնդրել։ Հա, ոսպը հնդրենք, մաքրելուն հնդրել են ասում։ Ուրեմն մաքրում ենք հնդրելու process-ը ինչ է, քարերն եք անջատում, քարերը, վնասված հատիկները։ Հիմա ես սամիթը վերջացրեցի, դուք վերջացրեցիք մաքրելը, հնդրելը, միգուցե մենք արդեն ժամանակն է, որ գնանք շլորաչիրը բերել, հա, հետո շարունակենք, եւ պոպոկի հետո շարունակենք։ Իհարկե, հետո ես ձեզ ցույց կտամ մեր հացի պահարանը, որ աշտարակցուն հատուկ ասում են հացի շկապ։ Հացի շկապ։ Հա, ֆայել չէ, հացի շկապ։ Տենց էին ասում։ Ու բոլոր աշտարակցիների տանը եւ մոտակա գյուղերի նաեւ այս սրա մեջ չորացնում եմ։ Զամբյուղները։ Այո։ Արևի տակ բնական։ Այս զամբյուղները այստեղ են հյուսում, թե ուրիշ տեղից եք։ Գիտեք ինչ, առաջ ասում էին Բոշա։ Երևանից դուրս մի հատված կար, որտեղ ապրում էին այդ չգիտեմ ինչ ազգեր, բայց մենք Բոշա էինք ասում։ Հայ Բոշաներն։ Այդ Բոշաներն էին հյուսում Ուռեն ու Մատղաշ ճյուղերից, բերում էին ձեն տալիս։ Մամաս էր առնում ժամանակին, հետո ինձ անցավ, ինչքան բերում էին առնում էի, դրա համար շատ ունենք։ Աղասի ջան, այս պահարանը հետաքրքիր պատմություն ունի։ Սա այս ընտանիքինը չի։
Դրա համար ստեղ գրած բան կա, կարող եք կարդալ այստեղ։ Այս մայրիկիս կողմից տատիկի 1972 թվականի նոյեմբերի 8-ին դին շկաֆը 10-ին հաց թխեցինք և դասավորեցինք ուրախ բանացնենք։ Պատմեմ ինչ դեր է խաղացել հացի շկաֆը աշտարակցու համար։ Կոչվում էր աշնան հաց թխել։ Ուրեմն պարկերով ալյուր էինք պատրաստում, այդ աշնան հացը, հատուկ հացթուղթներ կային, որոնց պիտի հերթի վերցնեին, թե ում հերթն է որ օրը։ Թխում էին մի քանի պարկ, այս շկաֆի մեջ դասում, չորացնելուց հետո, լավ չորացնել, ամբողջ ձմեռ մինչև գարուն օգտագործում էինք այդ լավաշը, թեթևակի թրջում էին, ձեռքով սենց սրբիչի մեջ կամ սփռոցի մեջ փաթաթում եւ թարմանում էր ուտում էինք այդ։ Դրա համար այս լավաշին ասում են տիեզերական հաց, կարելի է նույնիսկ տիեզերք տանել։ Բայց մեր հացի շկաֆը ծառայում է որպես չորանոց, ինչպես տեսնում եք, այս կերասի չիրա, այս սալորի անցած տարվա բերքա, ընկույզնա, թարխուն, նանա եւ այլն։ Ինչ ասեք կա ստեղ։ Շլորաչիրն է, հիմա մենք կտանենք, այսքանը հերիք է մեր ոսպապուրին, ոսպախախուին, ստեղից էլ պոպոկ կվերցնենք, ասեցի չէ ինչքան շատ պոպոկ, ենքան համով, մի քիչ էլ տանենք, իհարկե, որտեվ մենք ուզում ենք որ համով լինի։ Մենք ոսպը լցնում ենք, կլվանանք սովորական սառը ջրով։ Այսքան բավական է։ Դնում ենք կրակին։ Միջին կրակի վրա ենք դնում։ Լավ է, միջին կրակի վրա թողեցի։ Ինչքան ժամանակ պետք է եփվի, մինչև տեսենք, որ ոսպը փափկել է։ Ես հիմա անկույզը կդատարկեմ այստեղ, որտեղ մենք էլ անկույզը պետք է ծեծենք, չէ՞, ավանգում։ Այո։ Շատ լավ, ես ասենք մենք մոտավորապես ինչքան ոսպ ենք օգտագործում հիմա։ Դե մի կես կիլո ոսպ։ Կես կիլո ոսպա, 1 բուռ շլորաչիր։ Այո։ Եվ դա մեզ որտեղ հիմա որ հաշվենք ինչքան է կուտել։ Հիմա այս գցում ենք ուղղակի այս ջրի մեջ թողեցի։ Եվ գնանք պոպոկը մանրացնելու։ Կարող եք մաս-մաս, որ լավ մանրանա, չնայած պետք չի որ լրիվ մածուկի նման դառնա, այլ հաճելի է, որ ուտելու ընթացքում զգում ես, որ մի փոճուր հատիկները, ատամի տա, կարող եք մաս-մաս անել։ Բայց մի հատ հետաքրքիր բան ցույց տամ մամասի։ Սրա մեջ են ծեծել առաջ, այստեղ ասենք պոպոկը, մեծ բաները։ Փայտից է եւ զարմանալի է, թե այսքան տարի, սա մոտավորապես տան տարիքին է։ Այսինքն 1930-ականներից։ Ոչ ցեց հանգել, ոչ մի բան։ Ասել ծեծել են այս փոքրիկ բաների մեջ, հա, 3 մաս անեցել։ Այստեղ մամաս պոպոկ էր ջարդում եւ այս միլիոնավոր պոպոկներից այս փոճուրիկների մեջ դնում է փոսիկի մեջ առաջացել է դրանից հարթ է եղել ինքը այնքան է ջարդել փոս անգել որ sense փոսիկներն են այսինքն արդեն շուտով 200 տարեկանը կլրանա 10-11 տարուց ու 200 տարվա ընթացքում ծեծված այս պոպոկների հետքերն են ծեծելուց հետո բավականին յուղ արձակում եւ ըստ էության ինձ համար հասկանալի է թե ինչի նախկինում փաստորեն ճաշի մեջ յուղ չեն օգտագործել որտեղ պոպոկի այս ինչպես դուք ասեցիք այս բնական ճարպային յուղային համասը ինքը ըստ էության ապուրին է ես ես խոստացա որ ցույց տամ ծառը որի շնորհից չիրենք սարքում Սրանք ավելացնենք ոսպի մեջ ու գնանք ծառը տեսնելու։ Շլորաչիրն արդեն մեջն է։ Հա, սամիթը հետո է։ Հետո է։ Սամիթը արդեն ոսպը պատրաստ լինելուց հետո։
Թող իր համար էփվի։ Հիմա չեք խառնում, ասես լցնում եք։ Խառնել մի հատ, հա, տակնու վրա անել։ Ոչի բան։ Բայց կարելի է նաև չխառնել, ինքը էփվելուց խառնում է։ Էփվելուց այո, խառնի։ Ասենց հասունացած վիճակում մուկ կարմրավուն գույն ունի, որը արդեն լավ հասունանալուց հետո արդեն դնում եք չորանալ։ Չնայած ուտեստի հետ կապ չունի, բայց էլի որ ձեր տան պատմությանը գանք, դուք ոչ թե բուն հենց աշտարակցիներ եք, այսինքն ձեր խոսվածքը ոչ թե այդ խոյի խոսվածքն է, որոնք որ 1828-ին են եկել, այլ հենց բուն աշտարակի խոսվածքն է, որը արարատյան բարբառի մի մասն է։ Իսկ խոյեցիները իրանք շատ քիչ են աշտարակում եկել, այլ ոսկեվազմ են։ Դուք որ ասցիք ինձ մի պահ թվաց հենց ձերուն կա այդ խոյեցիներից են, բայց տեղացիներ են, բնիկ տեղացիներ են եղել։ Հա։ Եվ ինձ մեկ-մեկ թվում է, թե Միսրոպ Մաշտոցը տարերը հնարելուց մի վրիպում արել, մի տար պակաս է հնարել, աշտարակցուն հատուկ է հենց աշտարակ բառ, ասում են աշտարակ։ Այգուն իքի են ասում, ոչ թե իքի, ասում են իքի։ Ինձ թվում այդ տառը, որ ըն չի, այլ է, այդ պակասը։ Կոշտ է ոնց որ, հա։ Ոնց մի հատ էլ կանեք, հեի խառնուրդ է, հեի խառնուրդ։ Հեքի։ Հա, իքի։ Շատ դժվար, ինձ էլ է դժվար ասել։ Հա, բայց այդտեղ սովորական բան է, դրանով մեկ էլ 90-ը աշտարակցիկ 90-ն են ասում։ 90։ Հա։ Այս հետը կեր։ Կուտան։ Արտակին տեսքով մի քիչ էլ մրջնաբունի նման է, բայց համալրի ուրիշ է։ Շատ համով է։ Մի բարձրաձայնի իրենց չեմ տվել կներանում։ Հա, ոչ։ Տեսնենք ինչ է կատարում։ Բացենք, տեսնենք, որովհետև հոտը բուրմունքը լավ տարածվել է։ Այո, ոսկի անուշոտն է։ Հա, արդեն տեսեք։ Եվ շնորհաչիրը մեծացել, բացվել, տեսեք։ Ահա։ Հիմա աղ կանենք։ Կես ճաշիկ թալ։ Այո, դուք տեսնում եք անպայման ասում եք չափը։ Դուք արդեն ուղղակի տենց Բայց վերջերս տղաս բողոքում է, ասում է մամ ձերքը տաղիացել է։ Վերջի պտղունցը մի անի, ասում է։ Հիմա ես մի հատ համը տեսնեմ։ Լավ է։ Լավ է։ Վերջի պտղունց չեմ անում։ Ահա հիմա սոխարածի հերթն է։ Կարող եք մի քիչ այդ սամիթը մի կողմ տալ։ Մի կողմի վրա անում, սոխը ես կտրատեմ։ Տախտակի վրա, այո, սոխը։ Այս կես սոխը բավական է։ Բավական է կարծում եմ։ Մանր ինչքան մանր։ Ծավալը շատ չի։ Շատ բարակ, ոնց որ բանում։ Դժվժիկի մեջ ասում է սոխը բարակ։ Հիմա ես կտրեմ, դուք առաջինը ես կտրեմ, դուք ասեք ճիշտ եմ կտրում չափը թե չէ։ Դե չգիտեմ, դուք տանը սոխարած արել եք, հեչ ոնց եք խոհանոցում։ Ես ինքս սիրում եմ պատրաստել։ Ահա, դե ուրեմն մանր բանով սոխարած։ Շատ լավ է։ Ձերքինը փրկված է ուրեմն։ Ուրեմն սոխը լցնում ենք թավան, ձեթ ենք լցնում։ Հիմա կասեք, այսքան գտալ, այո, աչքաչափով։ Նայած ինչքան է մեր ոսպախաշուի ծավալը։ Վրան ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Եթե կծու սիրում եք, կարող եք կծու լցնել։ Եթե չեք սիրում, ուրեմն քաղցր։ Իմ օրինակում քաղցրն է։ Ուրեմն այստեղ սոխարածն է արվում։ Արդեն հա, մեր շատ արդեն լավ ժամանակն է կարմիր պղպեղը լցնելու։ Ես ձեզ կփոխանցեմ։ Այո։ Կթալնել տամ, թե դուք չէ, սրանով կլցնեք։ Բավականին առատ ենք լցնելու։ Այս արդեն պետք չի։ Կես ճաշիկ թալ, այո, առատ է բավականին։ Այո։ Այստեղ է, որ ասում եք իմ իմպրովիզացիան մամայից դուր եկավ։ Հա։ Ուրեմն ես իրանից եմ սովորել ոսպախաշուն, բայց ինքը ասում էին փոշի անեմ։ Այս ալյուրը ջրով բացում էր ու տենց լցնում էր արդեն էփած ոսպի վրա։ Ես որոշեցի, որ սենց անեմ։ Սոխարածի մեջ։ Մաման, վայ, չէ, տենց ոնց կլինի, ասի մամ, ինձ թվում է, այս ավելի ճիշտ է։
Հետո որ կերավ, ասեց ճիշտ էիր ասում էլի, փաստորեն էս ավելի համով էր։ Ու դրանից հետո ես այսպես եմ անում սոխարածը։ Եթե հանկարծ ալյուրը շատ է լինում, խնդիր չի։ Մենք 3 թալ ալյուր նստեցինք, կես սոխին։ Մոտավորապես կես կիլո ոսպի դեպքում։ Հա, կես կիլո ոսպի համար պատրաստվող սոխարածը։ Հիմա տեսեք ինչ լավ, էսա բանի ալյուրի, սոխի խառը հոտը կարծակվի։ Մենք արդեն մածուցիկ։ Ահա, տեսեք, եթե պինդ է ստացվում, մենք կարող ենք ջուր խառնել, էփած ջուր։ Սոխարածը։ Չէ, ոսպի վրա։ Ոսպի։ Հա, այսինքն երբ ջուրը շատ է գոլորշան, կարելի է ավելացնել։ Հա, բայց մեր դեպքում ինքը շատ նորմալ է։ Ինձ թվում է նորմալ։ Հենց դրանով է սա խաշու, ոչ թե սուպ սովորական։ Այլ էս ալյուրը տալիս է մեզ այդ իրավունքը, որ անունը դնենք ոսպա խաշու։ Եվ պետք է մենք զգուշ խառնենք, որ գունդ-գունդ չլինի։ Պետք է լինեն նույն ջերմությամբ։ Իսկ մամաս ուրեմն այս գործողությունը անում էր գոլ ջրով, ալյուրը բացում էր եւ էդ էր լցնում վրան եւ այսքան սոխորածը կազմի բիբադով առանձին էր անում, հետո ալյուրը բացում էր։ Այդ չեմ հիշում, սոխը երևի այնպես գցում էր մեջը, որովհետեւ ինչով էր սոխարածն անում, եթե ձեթ չէին անում։ Շատ հաճելի պնդություն է։ Հիմա աղասի ջան, սրա վրա արդեն կարող ենք սամիթը եւ համեմի սերմը լցնել։ Այսինքն երկու թեյի քթալ։ Այո, դա յուրահատուկ բան է տալիս։ Լավ է։ Շլորաչիրը սրան համապատասխան թթվաշություն չի բավարարում, սովորաբար սա ուտում ենք թթվի հետ զուգահեռ։ Հա։ Աղծու սովորական աղծու։ Իսկ ինչ թթվի եք ուտում։ Ցանկացած, վարունգ, երբեմն նույնիսկ ցանկալի էր լինում ձմեռը, երբ որ ուտում էի, կտրատում էինք մեջը, արդեն ուտելու պահին մեջը կտրատում էինք թթուն։ Սա սեզոնային տեսանկյունից ավելի տարածված է ձմռանը։ Իդեպ համտեսը անում ենք Մառանում, որի մուտքի կամարին տան արձանագրությունն է հիմնադրման 1837 թվականին կառուցված։ Արդեն ավարտի արձանագրությունն է։ Այո։ Դուք լսեք, ես կտեղավորեմ այդ սեղանին։ Բերեք փորձենք։ Շատ լավ։ Բարի տեսանք։ Բարի տեսանք, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես համեղ ու անուշ բնունքով։ Հա, համտեսեք։ Հիմա եկավ ամենա հանդիսավոր պահը, ես կյանքում առաջին անգամ շլորաչերով ու ընկույզով պատրաստած ոսպախաշու եմ ուտելու։ Աշտարակի ոսպախաշու։ Այո։ Վայ, շատ համով է։ Շատ։ Այս շլորը իր թերը կատարել է։ Զգալիորեն։ Ես հենց ապուտ չէի կերել, խաշու չէի կերել։ Շատ համով է։ Իդեպ ասեմ սամիթը տեղին է, ու համեմի սերմի համնել է զգացվում։ Ընկույզի նաև տակից սենց բույրը, համային բույրը կարելի է ասել։ Ինքը համային բուկետ է։ Շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր ասեցիք աղասի։ Մենք պատրաստեցինք մեր ոսպախաշուն, համտեսեցինք եւ կարելի է սա համտեսով արդեն ավարտել այսօրվա մեր ֆիլմը, ամփոփել։ Շնորհակալություն շատ։ Խնդրեմ համեցեք։